Ախտոյանների ընտանիքը լքել է Մերձավանը։ Նրանց իրավապահներ են հեռացրել գյուղից, կիրառվել է անվտանգության միջոց։ 50 օր է անցել Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից, բայց գյուղում լռությունը խաղաղության նշան չէ։ Մարդիկ ասում են, սպանությունը բացահայտված չէ, ինչքան էլ իրավապահները վստահեցնեն հակառակը։ Նրանց մեծ մասը չի հավատում նաև վենդետայի վարկածին, որը շրջանառվում է պաշտոնական հաղորդագրություններում։ Թող իշխանությունները իմանան, որ միակը համայնքն է եղել, որ իրանց մերժել է, էլի։ Իրանց մերժել է, որ իրանք մեր համայնքում տեղ չունեն։ Հենց որ մեր համայնքին լուրջ վերաբերվեք։ Նորմալ քննություն տարեք։ Ախր ես մեր իշխանությունները խառնում են, ասում են վենդետա, վենդետան գոնե հասկանում են ինչա, վենդետա բառը։ Վենդետան է, որ մեկը սպանում է, մեկի հարազատին, մեկը գնում է վրեժալություն։ Բայց նման բան չկա։ Այդ բանը հերքել է նույն սպանվողի եղբայրը, որ այդ մարդը կապ չունի։ Ինչի մասին է խոսքը վենդետա։ Սպանությունից հետո գյուղում իրավիճակը կտրուկ փոխվել է, բայց Փարաքարում այդ թեմայով հիմա խոսում են կես բերան։ Շատերը վախենում կամ խուսափում են խոսելուց, իսկ նրանք, ովքեր համարձակվում են մի քանի խոսք ասել, չեն թաքցնում։ Չէին կուզենա, որ այդ ընտանիքը մնա գյուղում։ Թե իրենք եթե քաղաք գյուղում տուն ունեն, թող գնան գյուղ։ Ինչի եկես թե այդ փորձակցությունը մեր այս գյուղի աննախ հայտարարեցի։ Այսքան ժամանակ ես չեմ տեսել իրար ծեծել, ջարդել, կրակել։ Ես դες բան չեմ տեսել։ Թե դրանք եկել են չեն եկել, սա խառնել է իրար։ Լավ տղա է, ջոզալ տղան մեր խիսպանը, ինչ իմանամ։ Թե ապրելու հետ կապված բացասական են վերաբերվում իրանց ներկայացումը, որ գյուղում լինի։ Գյուղի մթնոլորտը ծանր է, շարունակվում է ուժեղացված հսկողությունը։ Փարաքարի վարչական շրջանի ղեկավար Աշոտ Զոհրաբյանը տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել։ Իրավապահների գործն է, մենք չենք միջամտում, ասում է նա։ Ինչ իմանամ ես, շարունակվում է թե չէ։ Անդրան եթե իրավապահները հայտարարում, ուրեմն իրանք գիտեն ինչ անեն։ Ավելացման մենակ կան, պետք չի։ Համայնքում վստահ են, իրական պատասխանները դեռ չեն հնչել, սպանությունը քաղաքական է։